Ուղիղ 34 տարի առաջ հենց այսօրն է կազմավորվել հայոց բանակը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս տոնը մեկնարկել է Եռաբլուր զինվորական պանթեոնից, որտեղ քաղաքական գործիչների, հոգևորականների եւ քաղաքացիների հոսքը ողջ օրվա ընթացքում չի դադարում։ Եռաբլուր է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ծաղիկներ խոնարհել պատերազմների ընթացքում ընկածների շիրիմներին ու աղոթ բարձրացրել հերոսների հոգու հանգստության համար։ Ավելի վաղ Մայրաթոռը օրվա առթիվ վեհափառի ուղերձներ հրապարակել, որտեղ հայրապետը իր օրհնությունն ու սերն է հղել սպաներին, զինվորներին ու համայն հայությանը։ Իր ուղերձում կաթողիկոսը շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է։ Նա հիշեցրել է Արցախի պատերազմի ընթացքում մեր մարտիկների հերոսական սխրագործությունները, մաղթելով, որ բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով։ Պանթեոնում էին նաև Երրորդ հանրապետության ընթացքում բոլոր պատերազմներին քաջաբար կռված ազատամարտիկները, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց զինակից ընկերներին։ Ազատամարտիկներն իրենց խոսքում շեշտել են, որ բանակը երբեք չի պարտվել եւ իր առաջ դրված խնդիրը կատարել է ամբողջությամբ։ Ես ուղղակի մեր ժողովրդին ամուր կամք եմ ցանկանում։ Նորից ու նորից շնորհավորում եմ մեր բանակին, մեր սպաներին, մեր զինվորներին, ովքեր այս պահին կանգնած են մարտական դիրքերում կատարում են նրանց պարտքը հայրենիքի հանդեպ, բոլորը թող անփորձանք ծառայեն, բոլորը վերադառնան իրենց հայրենի օջախները։ Իսկ մեր ժողովրդին մի քիչ միասնություն, հետ է մեզ պակասում։ Մենք 5000 տարվա ազգ ենք, ամբողջ աշխարհի առաջ գոռում ենք, որ 5000 տարվա ազգ մշակույթ պատմություն ազգ ենք, բայց մեր 5 սխալների վրա մենք 10 չենք կարող։ Դրա համար մեր երկիրը հայտնվել է այս վիճակում, քաոսային վիճակում։ Ուղղակի մենք պետք է որպես ազգ հասկանանք, որ պարտությունն էլ է պետությունների ազգերի համար։ Խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Սա է հիմնականում։ Մեր այսօրվա վիճակը, որ ունենք, այսինքն եւ պարտություն, եւ Արցախի կորուստ, դրանում բանակի մեղք ընդհանրապես չկա։ Բանակը իր խնդիրը միշտ կատարել է, կատարում է եւ կատարելու է։ Եռաբլուրում էին նաև մեր ձևով շարժման անդամները։ Նարեկ Կարապետյանն ու իր թիմը ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին, իրենց զորակցությունը հայտնել նրանց հարազատներին։ Նարեկ Կարապետյանին Եռաբլուրում մոտեցել է մի կին, հուզված դիմել նրան, կոչ անելով ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի երկրում տեղի ունեցած աղետը չկրկնվի։ Կնոջ խոսքով վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչը տարիներով ստեղծել է Հայաստանը։ Վերջին 5 ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Հարգելի պարոն նախարար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայոց բանակի կարգավորման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ զինված ուժերում ընթացող բարեփոխումներն ու սպառազինության ձեռքբերման նոր հնարավորությունները ուղիղ հետևանք են պետականության լեգիտիմության ամրապնդման եւ հապկում անդամակցության սառեցմանը։ Վարչապետն ընդգծել է, որ մինչեւ 2022 թվականը միջազգային գործընկերների մեծ մասը հրաժարվում էր Հայաստանին զենք վաճառել, քանի որ վստահություն չկար, թե այն կիրառվելու է բացառապես երկրի միջազգային ճանաչված տարածքում, ինչպես նաև խնդիրներ էին առաջանում հավաքական անվտանգության համակարգին անդամակցելու պատճառով։ Ըստ Փաշինյանի միջազգային լեգիտիմության վրա հենվել է եւ 29743 քառակուսի կիլոմետրի գաղափարախոսությունը դարձել են անվտանգության առաջին շարակարգը, որը պետք է պաշտպանի բանակը եւ թույլ տա զարգացնել այն։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարությանը կատարված ահռելի աշխատանքի համար, հատուկ շեշտելով կրթության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։
Նա նշել է, որ առանց ժամանակակից գիտելիքների եւ լեզուների իմացության նորագույն սպառազինությունը կարող է վերածվել ընդամենը մետաղի ջարդոնի եւ զոհերի թիվն ավելացնելու պատճառ դառնալ։ Ելույթի ավարտին Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի նպատակը պաշտպանունակ բանակ ունենալն ու խաղաղություն կառուցելն է, որպեսզի երկիրը դառնա միջազգային տնտեսական հոսքերի կարևոր մաս եւ դուրս գա անվերջ հակամարտությունների շրջափուլից։ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նստաշրջանի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը, գերիների վերադարձին եւ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին։ Նախարարի խոսքով Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը խաղաղության հույս է ներշնչում։ Միրզոյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն նաեւ մեջբերում Ադրբեջանում մնացած մյուս 19 պահվող անձինք։ Ելույթի ընթացքում արտգործնախարարը խոսել է նաեւ Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների մասին, նշելով, որ որոշ ուժեր պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական մեքենաների մեջ երկրի ինքնիշխան ընտրությունը խաթարելու եւ Հայաստանը հարևանների հետ անվերջ հակամարտության վերադարձնելու համար։ Բացարձակ բամբասանք է որակել արտգործնախարարը այն խոսակցությունները, թե Հայաստանում հոգեվորականների են հալածում։ Միրզոյանը անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավորի հարցին հայտնել է, որ մեջբերում Հայաստանում հոգեվորականների նկատմամբ հալածանք չկա։ Ըստ նախարարի, խաղաղությունը, ինչպես եւ ժողովրդավարությունը պետք է մշտապես պաշտպանել թե ներքին, թե արտաքին ճնշումներից։ ԱՄՆ ռազմական նավերի լրացուցիչ նավատորմ է ուղևորվում դեպի Իրան, հայտարարել է Դոնալդ Թրամփը, հուսալով, որ Իրանը կհամաձայնի համաձայնագիր կնքել երկու երկրների միջև։ Հունիսին մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ներուժը, մենք պետք է դա անեինք, հակառակ դեպքում նրանք մեկ ամսից կավարտեին աշխատանքը, եւ այժմ շատ գեղեցիկ նավատորմ է մոտենում Իրանին։ Կտեսնենք ինչ կլինի։ Նրանք պետք է դեռ սկզբում գործարք կնքեին, այդ դեպքում երկիր կունենային։ Թրամփը նշել է, որ Թեհրանի պաշտոնյաները բազմիցս են ցանկացել բանակցել։ Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների, Միացյալ Նահանգները մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աջակցում է Սիրիայի իշխանությունների բոլոր ջանքերին երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործում։ Երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Սիրիայի նախագահը շեշտել է, որ նախորդ հանդիպումից մինչև այժմ բազմաթիվ աշխատանքներ են տարվել։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի արտահանձնման վերաբերյալ ենթադրյալ տեղեկությունները, սակայն նշել է, որ հանդիպմանը կարող է քննարկվել երկրում Ռուսաստանի զինված ուժերի տեղակայման հարցը։ Եթե Զելենսկին իսկապես պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մենք նրան հրավիրում ենք Մոսկվա, միևնույն ժամանակ երաշխավորում ենք նրա անվտանգությունը, հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով Մոսկվան չի հրաժարվում Պուտինի եւ Զելենսկու անմիջական շփումներից, բայց դրանք պետք է միտվեն արդյունքի վրա։ Նրանց հանդիպման հարցը մի քանի անգամ քննարկվել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցների ընթացքում, նշել է Ուշակովը։ Հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում շարունակվելու են մյուս շաբաթ։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով դրանք պատմական հանդիպումներ են, քանի որ մինչև այս Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա ձևաչափով հանդիպումներ չեն եղել։ Կալուգայում այրվել է Volkswagen-ի նախկին գործարանը։ Հրդեհը տարածվել է մոտ 4000 քառակուսի մետր տարածությամբ։ Տուժածներ չկան։ Հրդեհը սկսվել է, երբ պլաստիկե նյութերը բռնկվել են եւ կրակ-նարակ տարածվել է։ Նախկին գործարանի տարածքում այժմ տենետ մեքենաներն են հավաքվում։